Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ շարունակվում է կանանց 1 ամսյակը եւ ինչն է ամենաուշագրավը, որ այս տոն օրերին նույնիսկ կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն հանգստանում եւ ապահովում են մեր անվտանգությունը։ Եվ ոչ միայն, որովհետև նրանց ժպիտը նույնպես տալիս է այն հրաշալի տրամադրությունը, որը ստեղծում է այդ անվտանգ լինելու զգացողություն։ Այսօր մեր հյուրն է ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբան, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ հոգեբան, փրկարար ծառայության լեյտենանտ Հասմիկ Ղուշչյանը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ 1 ամսյակի կապակցությամբ։ Իսկ իմ կարծիքով պետք է յուրաքանչյուր օրը լինի կանանց նվիրված տոն, այլ ոչ թե ընդամենը 1 ամիս։ Դուք եք սխալվում։ Ես նույնպես շնորհավորում եմ օգտվելով առիթից բոլոր կանանց գարնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ։ Հիմա մի հարց ձեզ, հոգեբանորեն ոնց տրամադրվեցիք, որ եկաք համակարգ։ Հոգեբանորեն նախ տրամադրվեցի, որ մասնագիտությունս պետք է լինի հոգեբան։ Ընտրեցի մասնագիտություն, որը 10 տարի առաջ երբ պատկերացնում ենք, մի փոքր դժվար էր տարանջատել մեր հասարակության մեջ։ Կար կարծրատիպ, որ հոգեբուժն է նույն հոգեբան, ինչ կարիք կա ընտրել մեկ այլ մասնագիտություն, հա։ Ու այդ ժամանակ ընտրեցի հենց հոգեբանի մասնագիտությունը, այնուհետև մտածելով, որ ցանկանում եմ օգնել մարդկանց ու սիրելով շատ փրկարարի մարդասիրական աշխատանքը, ընտրեցի հենց փրկարար հոգեբանի մասնագիտությունը։ Ինչպես անցել ձեր մարտի 8-ը, եղել են աշխատանքային, որտեղ ինքը շաբաթ օր է, բայց կարծում եմ ձեզ համար կարող է եւ լինել ոչ աշխատանքային եւ աշխատանքային։ Ոնց է անցել։ Ծառայողների դեպքում սովորաբար մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով եւ ցանկացած պահի պատրաստ ենք ծառայության ներգրավվելու։ Հիմնականում դեպքաշատ, բայց ոչ այնքան, որոնք կարող են անհանգստացնել մեծ մասշտաբով մեր հանրապետությանը։ Գիտենք, որ Այդ օրը ներքին գործերի նախարարությունը միշտ անակնկալներ է մատուցում քաղաքի կանանց եւ աղջիկներին, իսկ համակարգի ներսում ինչպես է օրը անցնում, ինչպես է տոնում եւ չգիտեմ, ինչ յուրահատուկ ավանդույթ կա, որ հենց կառույցի ներսում է անցկացվում։ Համակարգի ներսում յուրաքանչյուր տարի տարբեր մոտեցմամբ ենք տոնում մեր տոնը, այսպես ասած, եւ մեկնարկում է տոները արդեն իսկ։ Սովորաբար մենք էլ ենք ծաղիկներ ստանում, ինչպես մեր քաղաքացիներին են բաժանում ծառայողները, ու այդպես պատրաստվում ենք արդեն տոնական ընթացքին, չմոռանալով, բայց որ ծառայության մեջ ենք եւ ցանկացած պահի կարող ենք ունենալ շատ կարեւոր ահազանգեր եւ դեպքեր։ Վերջին շրջանում մի կարևոր ու հետաքրքիր իվենթի էի մասնակցում, որտեղ մեզ սովորացնում են առաջին օգնություն ցույց տալը, հա, ցանկացած իրավիճակներում։ Ինձ հետաքրքիր է հոգեբանական առաջին օգնությունը ո՞րն է եւ ինչպես պետք է ցուցաբերել, եթե աստված մի առաստ է ինչ որ բան է պատահում եւ բնականաբար շատ անգամ նաեւ հենց այդ հոգեբանական ֆակտորն է պետք է օգտագործել։ Շատ կարևոր թեմայի մասին եք հիմա բարձրաձայնում։ Առաջնային կարևորությունը ծառայության տեսանկյունից, հոգեբանական ծառայության տեսանկյունից եւս եղել է իրազեկումը քաղաքացիների, թե ինչ է իրանից ընդհանրում հոգեբանական օգնությունը, առաջին հոգեբանական օգնությունը։ Որպես այդպիսին մենք դպրոցում սովորում ենք, ունենք կարծիք եւ համալսարանում, հա, թե ինչ է առաջին բուժօգնությունը։ Բայց առաջին հոգեբանական օգնությունը մնում է մի փոքր փակ եւ ոչ բոլորն են տիրապետում, թե ինչպես պետք է մեկս մյուսին օգնենք, աջակցենք, ապրումակցենք ցավալի իրավիճակներում։ Այդ ֆորմատով մենք մոտ 1 տարի է արդեն իսկ իրազեկման լուսավորչական հանդիպումներ ենք ունենում Հայաստանի Հանրապետության դպրոցներում, մանկապարտեզներում, նախակրթարաններում, փորձելով խոսել, թե ինչ է առաջին հոգեբանական օգնությունը, ինչպես պետք է ցուցաբերվի, ովքեր են ցուցաբերում, որպեսզի չունենան կարծրատիպային կարծիքներ։ Եթե փորձեմ ընդհանրացնել, առաջին հոգեբանական օգնությունը ընդհանուր գործողությունների համալիր է, որը միտված է առաջնային ստրեսը նվազեցնելու համար։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, ովքեր ունեն բազային գիտելիքներ եւ ցանկանում են օգնություն ցուցաբերել, կարող են տվյալ պահին լինել առաջին արձագանքող, ցուցաբերել առաջնային օգնություն, կարիքների գնահատում, որից հետո արդեն կներգրավեն այն մասնագետները, ովքեր ավելի խորքային աշխատանք պետք է իրականացնեն։ Իմ կյանքում եղավ մի դեպք, երբ որ ես վթարի ենթարկվեցի, ես տաքսիի մեջ եմ եւ ամբողջ ես հասկացա, որ այնպես էր վթարը տեղի ունեցել, որ բլոկ են եղել երկու դռները, հա, եւ իմ մոտ պանիկա սկսվեց, թե ինչպես առաջինը, որ մտածում ես, ինչպես դուրս գաս մեքենայից։ Եվ ես հասկացա, որ արդեն ամեն ինչը շատ բարեհաջող ավարտվեց, հասկացա, որ ինձ խանգարեց հենց այդ պանիկան, հա, ինչպես ասում են։ Այսինքն ես հոգեբանորեն ոչ կայուն վիճակում հայտնվեցի։ Այ ինչ խորհուրդ կտաք նմանատիպ դեպքերի ժամանակ ինչպես կարգի բերել այդ պահին, հա, միտքը, որպեսզի կարողանան խուճապի մեջ չընկնել, այլ հակառակը, հենց առաջինը դառնալ այդ փրկողը։
Նմանատիպ դեպքերում բնական ռեակցիա է, որ եղել է խուճապը, անհանգստությունը, տագնապը, մենք ունենում ենք բազային հույսը վախն է, բայց ակտիվանում է այդ դեպքում կյանքի մահվան գաղափարը, երբ փորձում ենք մենք ամեն գնով մեր կյանքը փրկել, հասկանալ ինչ ելքեր ունենք, հա, այս դեպքում, եւ խուճապի ժամանակ առհասարակ ցանկացած այնպիսի իրավիճակում, որը ենթադրում է առաջնային ստրես, շատ կարևոր է ինքնակարգավորման հմտությունների ձեռքբերումը, այսինքն մենք պետք է ունենանք կրկին առաջնային գիտելիքներ, թե որ իրավիճակում ինչպես կարողանանք մեզ հավաքել մի պահ հասկանալ։ Սիրում եմ ասել, այստեղ եւ հիմա սկզբունքով փորձում ենք կենտրոնանալ այստեղ իրավիճակի վրա եւ փորձել հանել մեզ այդ իրավիճակից։ Կփաստեք, որ այդ պահին առաջանում են մտքեր իմ կյանքի հետ կապված, թողած ճանապարհի հետ կապված, հա, ավարտի հետ կապված, դրանք այդ բոլոր մտքերը հենց տանում են դեպի խուճապ ու մեզ խանգարում են տվյալ պահին, որ մենք կենտրոնանանք ու միգուցե շատ հեշտությամբ բացենք կամ ճիշտ հեռախոսահամարին զանգահարենք։ Այդ իսկ պատճառով այստեղ հիմա սկզբունքը շատ կարևոր է, կենտրոնացնում ենք մեզ մեր շնչառության վրա, քանի որ շնչառությունը հոգեսոմատիկ շատ կարևոր գործընթաց է մեզ համար իրականացնում, այսինքն կենտրոնացնում է մեր կոգնիտիվ գործընթացները, ուշադրությունը, կենտրոնացումը եւ դրա միջոցով մենք կկարողանանք տվյալ պահին ավելի սթափ դատել իրավիճակը, կենտրոնացնել մեր հույզերը ու իրավիճակային լուծում տալ։ Հիանալի։ Իսկ ինչ դժվարությունների եք բախվում մասնագիտության մեջ, դրանք հիմնականում լինում են հոգեբանական թե ֆիզիկական կամ ինչ դժվարություններ եք հաղթահարել մինչև այսօր։ Տարբեր են լինում խնդիրները, հիմնականում, քանի որ մասնագիտությամբ հոգեբան եմ, առնչվում ենք հոգեբանական դեպքերին, բայց ովքեր եղել են դեպքի վայրում, գիտեն, որ դեպքի վայրում անհնար է միայն մասնագիտական կողմնորոշմամբ աշխատել, հա, այսինքն մեծածավալ աշխատանք է իրականացվում, սկսած քաղաքացիների իրազեկման գործընթացից, ցանկացած հարցով, մինչև ուղղորդման ու արդեն եթե կարիք կա աջակցության, տարբեր են խնդիրները լինում, կախված դեպքից, իրավիճակից, փորձում են կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ ըստ տվյալ դեպքի սուբյեկտիվ, օբյեկտիվ կողմերի հարցին լուծում տալ։ Իսկ հոգեբանը կյանքում եւ համակարգում շատ է տարբերվում մասնագիտական, չգիտեմ, օգնությունը։ Տեսեք, հոգեբանը կյանքում, երբ քաղաքացի է, բավականին տարբեր է, իսկ հոգեբանը երբ ծառայող է, բավականին պատասխանատու եւ ել ավելի խիստ ծառայություն է դառնում այս դեպքում հոգեբանը մի փոքր ավելի հարմարեցվում է ծառայության, այսպես ասած, ուսադիրին եւ փորձում է ճիշտ ձևով ներկայանալ ու ճիշտ ձևով ներկայացնել խնդիրներն ու ծառայողը երբ համազգեստն է կրում, թե երբ որ համազգեստն չի կրում, երեկոյան ինչ-որ տեղ է հրավիրված, միևնույն է, այդ միտքը աշխատում է անընդհատ լինել։ Նաև միանշանակ արդեն իսկ երբ դու փրկարի երթումը տալիս ես եւ դառնում ես ծառայող, արդեն իսկ այդ պահից դու զգում ես այն պատասխանատվությունը, որ քաղաքացիները ամեն դեպքում քեզ բացի հոգեբանից, բացի հասմիկից հասկանալու են որպես ծառայող, իսկ ծառայողի կարգավիճակը այնպիսին է, որ մենք պետք է սովորեցնենք, որ ընդունումը ճիշտ լինի, մոտեցումը ճիշտ լինի, համազգեստի գիտակցումը, արժևորումը եւս ճիշտ լինի մեր հասարակության մեջ, որպեսզի ապահով ծառայության կարծիք ձևավորվի ու լինի հենց այդպիսին ծառայություն։ Ես համամիտ եմ այն մտքի հետ, որ պետք է հենց մանկապարտեզից, հա, սովորացնել առաջին փրկության, առաջին օգնության, հոգեբանական նաև առաջին օգնության, սա շատ կարևոր է։ Իրազեկումը։ Ինչ աշխատանքներ են այսօր արվում եւ ինչքանով եք դուք գնահատում հենց այդ փաստը, որովհետեւ այդ մի գործոն է մասնագետը այդ պահին հասնի եւ օգնի եւ հենց առաջին գործոնը մենք ենք մեզ փրկելու, հա, եթե հաստված մի առասցե նման իրավիճակում հայտնենք։ Շատ հասարակ բան, դուռը փակվում է, երեխան տանն է մնում։ Ծնողը շատ այսպես խուճապի է մատնվում, հազար մի բան է մտքով անցնում, բայց եթե խուճապի չմատնվի, իրեն հավասարակշիռ դիրքի բերի, հաստատ կարող է շատ արագ այդ լուծումը տալ, բայց դե մայրական սիրտը սկսում է այդ պահին ավելի արագ բաբախել։ Այ իրազեկումը ինչպես է արվում, ինչքանով ենք մենք կարողանում այսօր ապահովել հենց այդ դաշտը նաև։ Վերջին տարիներին, եթե փորձեմ համեմատել վիճակագրական տվյալներով 10 տարիների ընթացքում, հա, բավականին տենդենս կա դեպի աճ, այսինքն հոգեբանական ծառայությունները մեր երկրում ավելի են շատացել, հոգեբանական կենտրոնները, հոգեբանին դիմելիությունն է շատացել, այսինքն տարբերակումը արդեն իսկ կա, այն կարծրատիպը, ինչի մասին սկզբում խոսեցինք, հոգեբույժի, բավականին փոխվել է, դա հենց նույն իրազեկման շնորհիվ, այսինքն հանդիպումների շնորհիվ, նմանատիպ հանդիպումների շնորհիվ, ինչպես նաև արդեն ծառայության բնույթով ելնելով ծրագրերի շնորհիվ փորձում ենք ավելի շատ ներգրավել ու ավելի շատ ներկայացնել այս ոլորտը, որպեսզի հասկանան, որ նույնը դպրոցներում հիմա եւ մանկապարտեզներում կան հոգեբաններ, որպեսզի հստակ քաղաքացիները պատկերացնեն ովքեր են այդ մասնագետները, որ դեպքում դիմենք իրենց եւ հավատացեք 10 տարիների փորձի ընթացքում կարող եմ ասել, որ բավականին աճ ունենք գրանցված, նույնիսկ այնպիսի ահազանգեր
ահազանգեր ենք ունենում, որ երբեմն նույնիսկ հոգեբանին չի առնչվում, բայց քաղաքացին զանգահարում եւ հստակ շեշտում է, որ ցանկանում է խոսել ծառայության հոգեբանի հետ, հա։ Ու ընթացքում խոսում ենք, ճիշտ է, գտնում ենք հոգեբանական ինչ-որ ասպեկտ, որի վրա շեշտը դնում ենք ու փորձում ենք օգնել, բայց կան այո նմանատիպ դեպքեր եւս։ Իրազեկման տեսանկյունից բնականաբար եւ լրահոսով է ակտիվ, հա, հոգեբանական կենտրոնների եւ համացանցում շրջանառությունը, ինչպես նաեւ արդեն ծառայության տեսանկյունից ինչքան թույլ է տալիս մեզ ծառայությունը, մենք փորձում ենք իրազեկել ու քաղաքացիների կողքին լինել։ Եկանք իմ ամենասիրելի հարցին, զավեշտալի արտասովոր զանգերի մասին։ Մի օրինակ, եթե կհիշեք հիմա եթերի համար պատմենք։ Արտասովոր զանգերի հետ կապված թերևս նա, որ լինում է զանգահարում են, ընդհանրապես չի առնչվում հոգեբանի հետ այդ խնդիրը, այսինքն մենք նստում ենք 911 ծառայությունում, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ 24/7 ռեժիմով 911 ծառայության օպերատորների հետ համատեղ հերթապահություն է իրականացնում նաև հոգեբանը, մեր դահլիճի նկարներն են ու հենց այնտեղից մենք լսում ենք, հա, ահազանգերը, փորձում ենք արդեն իսկ ներգրավվել ահազանգի մեջ, հասկանալ ինչքանով է մեզ ուղղված ահազանգը ու եղել են նմանատիպ դեպքեր շատ հաճախ, որ ընդհանրապես հոգեբանական ոչ մի գործոն չի հնչում, այսինքն քաղաքացին ունի բնակարանի խնդիր, քաղաքացին ունի փաստաբանի խնդիր, հա, բայց ընթացքում հասկանում ես, որ քարտը մոտեցնում է օպերատորը քեզ ու ասում է, որ ցանկանում է հոգեբանի հետ խոսել, ու այդպիսի դեպքեր շատ հաճախ են լինում, երբ խոսում ես, հետո հասկանում ենք, որ մանկության տրավմա ունենք մի փոքր, որի հետ պետք է աշխատել, որը պետք է ուղղակի բարձրաձայնել ու հիմնականում սա օգնում է մեր քաղաքացիներին, որ կոնֆիդենցիալ է աշխատում հոգեբանը, այսինքն գաղտնիության սկզբունքը պարտադիր պահպանվում է, կարող են չներկայանալ, կարող են զուտ ներկայացնել իրենց խնդիրը, բարձրաձայնել եւ երբ անծանոթին ես պատմում այդ խնդիրը, ով հեռու է քեզանից ու դու կարող ես ամեն ինչ բարձրաձայնել այն անգիտակցականից եկող, արդեն խնդիրը իր արմատներից դուրս է գալիս ու ավելի բարձրանում է վերև ու կարողանում ենք մենք էլ իրենց հետ ավելի գիտակցել ու ուղղորդել։ Իսկ ՆԳՆ փրկարար ծառայության բոլոր հոգեբաններն են այսպես գեղեցիկ։ Այո, անշուշտ, ոչ միայն հոգեբանները։ Դե դրա համար զանգում են, ասում են հոգեբանի հետ ենք ուզում զրուցել։ Շատ լավ, եւ ինչպեսի գնահատական տանք այսօրվա զանգերին ավելի շատ ինչի հետ է կապված լինում եւ ինչպես ենք մենք կարողանում ապահովել հենց առաջինից օգնությունը։ Արձագանքումը անմիջապես է իրականացվում, այսինքն ահազանգը ստացվելուց հետո անմիջապես օպերատորի կողմից իրականացվում է արձագանքում։ Ընթացքում կարող են լինել իրավիճակային, սուբյեկտիվ, օբյեկտիվ գործոններ, որոնք կարող են ինչ-որ կերպ ազդել ահազանգի սպասարկման վրա, բայց ամեն դեպքում արձագանքումը տվյալ պահին է տեղի ունենում։ Ահազանգերը տարբեր են, հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վերջին շրջանում կարող եմ առանձնացնել ձնաբքերի հետ կապված, հա, բուքի հետ կապված հիմնական ահազանգերը, որ քաղաքացիները անհանգստացած էին ճանապարհների հետ կապված, հիմա արդեն քանի որ ունենք դրսում շատ գեղեցիկ գարնանային եղանակ, ավելի շատ այլ բնույթի զանգերի ենք սպասվում, որոնք ավելի ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կարող են կապված լինել, փակ դրան հետ կարող են կապված լինել, ավելի շատ երևի հենց դա է, չէ՞, կենցաղային կանչերի հետ կարող են կապված լինել, այո, որոնք ավելի շատ են իրենց բնույթով լինում մեր քաղաքում։ Եվ տարիների ընթացքում զանգերը ավելանում են։ Միանշանակ նշեցի, որ ծառայությունը շուրջ 10 տարի է արդեն իսկ գործում է, հոգեբանական ծառայությունը, ունենք 2 թեժգծեր, ինչպես նաև 911 ծառայության թեժգիծը, համատեղ նաև շտաբ օգնության հետ ենք համագործակցում, օպերատիվ կառավարման կենտրոնի հետ ենք համագործակցում եւ իրենց կողմից եւս փոխանցումներ են լինում 10 տարիների ընթացքում բավականին փոխվել է, եթե փորձեմ մի դեպք պատմել, մենք տարանջատում ունենք, մի անգամ վերելակի հետ կապված ահազանգ ունենք քաղաքացու կողմից, քաղաքացին զանգարել են 911 ծառայություն, նշում էր, որ վերելակը փակվել է, չի կարողանում դուրս գալ, արգելափակվել է վերելակում, երբ ուղղորդել էին հոգեբանի հետ խոսել, անհանգստացել էր, որ արդյոք խոսեմ թե չխոսեմ, ինչ որակումներ կտան, բոլորը հետո կասեն, որ հոգեբանի հետ է խոսել, հետո օպերատորը շատ ճիշտ ներկայացրել էր, որ այդ ամեն ինչը գաղտնի է, կարող եք հանգիստ խոսել, կարող եք ներկայացնել, մինչև կմոտենա վերելակավարը եւ մոտ 40 րոպե մենք խոսել ենք այդ քաղաքացու հետ, մինչև վերելակավարը մոտեցել է, դե բնականաբար արդեն հստակ գիտենք, որ ով է մոտենալու, ինչ խնդիր է,
ու այդպես կարողացել ենք օգնել Եվ վերջում քաղաքացիներին։ գոհունակության շնորհակալություն եղավ։ Միանշանակ եւ ինքը բարձրաձայնում էր հենց այն հարցը, որ ի սկզբում վախենում էր խոսել հոգեբանի հետ, առհասարակ մտածելով, որ ինչ որ պիտակներ կգտնեն իր անվան հետ կապված, հետո արդեն վստահում էր եւ այդ քաղաքացուց մենք հետո էլի կրկին զանգեր ենք ունեցել արդեն կոնկրետ հոգեբանական բնույթի։ Շնորհակալ ենք ձեզ եւ չենք ուզում ձեզ առանց նվեր ճանապարհել, որովհետեւ բնականաբար այս գեղեցիկ տոներին ընթառաջ մեր գործընկերները նույնպես ունեն գեղեցիկ նվերներ Իջևանի գինու գործարանի կողմից այս գեղեցիկ հրաշալի գինին, որը համոզված եմ, որ բարձր կպայի ձեր տրամադրությունը։ Ուզում եմ ձեզ նվիրել նաեւ Տրամոնտինա խոհարարական բրենդը։ Ես գիտեմ անկախ նրանից ինչքան փրկարարական ծառայություն եք մատուցում, միևնույն խոհանոցում հաստատ փրկում եք ընտանիքի անդամներին եւ համեղ բաներ եք պատրաստում։ Տրամոնտինան ներկայանում է խոհանոցային պարագաներով, սա կարծում եմ մի փոքր կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում եւ մի րոպե հեսա կգամ։ Եվ քանի որ տոներն են շարունակվում, ես ուզում եմ ձեզ նվիրել ծաղկեփուն, շատ գեղեցիկ Lily's Flowers-ի կողմից, որը համոզված եմ, որ հրաշալի տրամադրություն կտա, որովհետև այս ծաղիկները գեղեցիկ են միանշանակ, բայց դուք ավելի։ Անչափ շնորհակալ եմ։ Եվ քանի որ ծաղիկները նվիրում ենք եւ ծաղիկների հետ միշտ պետք է խոսքեր նվիրել, ես ուզում եմ այս ծաղիկների մեջ հենց տեղադրել արև քարտերը, որոնք նախատեսված են հենց գեղեցիկ ու կարևոր խոսքերի համար։ Այստեղ ներառված են հայտնի եւ սիրված երգերից ֆրազեր, իսկ այս երգը Թաթայի երգն է, ձեզ շատ համահունչ, ամենալավը դու ես, ամենալավն ես դու։ Այս ծաղկեփնջի մեջ գեղեցիկ իր տեղը կգտնի։ Ձեզ ամփոփցանք ծառայություն եւ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։